Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ծավալուն հոդվածով անդրադարձել է ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներին, նկատելով աշխարհը թևակողել է իր բնորոշմամբ քվանտային քաղաքականության վտանգավոր դարաշրջան։ Զուգահեռ անցկացնելով խորհրդային եւ ներկայիս ժամանակաշրջաների միջև Արմեն Սարգսյանը փաստում է, եթե խորհրդային միության տարիներին մարդու համար կանխատեսելի էր իր ապագան դպրոցում սովորելուց մինչև խորը ծերություն, ապա այսօր դա անհնար է։ Ըստ Սարգսյանի խորհրդային միության փլուզումից ավելի քան 3 տասնամյակ անց մենք սուզվել ենք անորոշության մի նոր դարաշրջան, որտեղ լուծարվել է կանխատեսելիությունը։ Արևմուտքը քանդել է իր սեփական պաշտպանիչ մեխանիզմները, շուկաները ազատականացվեցին ավելի արագ, քան սոցիալական պայմանագրերը կարող էին հարմարվել։ Անհավասարությունը խորացավ, իսկ վստահությունը ինստիտուտների, փորձագետների եւ ընդհանուր ճշմարտության հանդեպ թուլացավ։ Այս քայքայումը ստեղծեց բերի հող բևեռացող պոպուլիզմի համար քաղաքական գործիչները, որոնք սնվում են բաժանումից, շոուից եւ խաթարումից, դարձան դրա գլխավոր շահառուները։ Սարգսյանի խոսքերով այս նոր իրականությունում դաշինքները հեղուկ են, իշխանությունը ավելի քիչ է իրականացվում ինստիտուտների միջոցով եւ ավելի շատ խաթարման։ Տեղեկատվությունը գոյություն ունի միաժամանակ մի քանի վիճակներում, երբեմն հստակ եւ հեղինակավոր, երբեմն ցրված եւ անկայուն։ Այս տեսանկյունից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նման գործիչներն ավելի հեշտ են հասկանալի դառնում, նրա անկանխատեսելիությունը շեղում չէ, դա նրա մեթոդն է։ Փոքր պետությունների համար այս քվանտային դարաշրջանը հատկապես վտանգավոր է, դասական աշխարհում կանոնները կարևոր են, միջազգային իրավունքը, բազմակողմ ինստիտուտները եւ դիվանագիտական ավանդույթները փոքր պետություններին տալիս են պաշտպանություն եւ ազդեցություն, անհամեմատ մեծ իրենց չափերից։ Քվանտային աշխարհում, որտեղ նորմերը մոխիր են դարձել, իսկ երաշխիքները դատարկ խոսքեր, փոքր պետությունները մնում են բաց ու խոցելի, ստիպված լինելով նավարկել մեծ ուժերի միջև սխալի նվազագույն հնարավորությամբ, ընդգծում է նախագահը։ Եզրափակելով իր դիտարկումները Արմեն Սարգսյանը նկատում է, կայուն քաղաքական ենթադրությունների, աստիճանական փոփոխությունների եւ կանխատեսելի արդյունքների դասական աշխարհը չի վերադառնալու։ Մեր խնդիրը հասկանալն է այն, ինչ ձևավորվել է եւ հստակ, հանգիստ ու ռազմավարական մտածել այն մասին, թե ինչպես գործենք դրա ներսում։